Ինչ նախորդին կեսգիշերն անց մեդիատիրույթում տեսանյութեր էին տարածվում վերնագրերով, որ Գյումրին վերադարձել է կրիմինալ ժամանակներ, սա էթնովափողոցում դանակահարություն է եղել, ներքին գործերի նախարարությունն այսօր հերքում է դանակահարության վերաբերյալ տարածվող տեղեկատվությունները մասնավորապես գրելով հուլիսի 15-ին ժամը 21:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սայեթնովայի փողոցում Աուդի Մակնիշի մեքենայի վարորդի կատարած իրավախախտումն արձանագրելու ժամանակ Շիրակի մարզի գումարտակի բարեկներին են մոտեցել նրա երկու ընկերները, նրանք խոչընդոտել են բարեկների օրինական գործողությունները դրսևորել անհարգալից վերաբերմունք հնչեցրել վիրավորական արտահայտություններ, միաժամանակ խաթարելով բնականոն երթևեկությունը։ Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա, 41-ամյա եւ 47-ամյա 3 տղամարդիկ ձերբակալվել եւ տեղափոխվել են համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։ Դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում տարածված դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, գրել է ներքին գործերի նախարարությունը։ Ստացվեց, որ ինչպես ասում են Միգաթիլ Մեղրի պատմության նման այս դեպքը առիթ դարձավ չճշտված տեղեկատվությունը առաջինը տարածելու մրցավազքի, ինչի հետևանքով իրական փաստերը երկրորդ պլան մղվեցին։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Շիրակի մարզում հարսանիքներին որքան էլ հարսն ու փեսան այնուամենայնիվ փայլում են, միևնույն ժամանակ առանձնահատուկ տեղ ունի հարսանիքներին նաև հումորն ու սրամտությունը, որոնք հասել են մինչև մեր օրեր հարսանեկան ծեսերի ու ավանդույթների հետ։ Ինչպես են դրանք փոխանցվել սերնդեսերունդ եւ արդյոք պահպանվել են, կբացահայտենք միասին։ Աչքը տեսա, սիրտը ուզեց, մալքովնիկա շունա Հարսը խասնակ շունա Հարսանիքը պարզապես տոն չէ, այլ մի մեծ ներկայացում, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի, իր խոսքը, իր պատասխանատվությունն ու իհարկե իր հումորը։ Այստեղ կատակները չեն հորիվում, դրանք ծնվում են մարդկանց բնավորությունից, առօրյայից ու սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներից։ Ամեն ինչ սկսվում էր դեռ հարսանեկան օրվանից առաջ։ Տանը եռուզեռ էր, հարևաններն արդեն հավաքված էին, իսկ գյուղում կամ թաղամասում վաղուց գիտեին, թե ում հարսանիքն է լինելու։ Արդեսում արդեն բացվեն, սպասեն սոխագի Հարսի տնից մինչև Փեսայի տուն ձգվող ճանապարհը նույնպես իր առանձնահատուկ պատմությունն ուներ։ Գողացված կոշիկը, դրան շեմը փակող թուրը, կատակ երկերն ու ճանապարհին կատարվող տարբեր ծիսական խաղերը հարսանիքը վերածում էին իսկական ներկայացման։ Իսկ ավելի վաղ շրջանում տարածված էր նաև կող բռնելու սովորույթը, որն իր յուրահատուկ խորհուրդն ու հումորն ուներ։ Փեսի պապայի ու մամայի այդ կող բռնելու, գյուլաշ կպնելու արարողությունը մի անգամ եղեն տամենը ու դորից հետո ինձ չի հանդիվել, կոշիկ կողնալու ավանդույթն է հարսի, աղջիկներից մեկը կոշիկը կողնակը, դրա դիմաց գումար կստանա, հետո կոշիկը հետ կբերվի ու կարելի է ասել որ էլի կատագի է կվերածեն այդտեղ էլի, վայ կորավ ինչ որ թե չի դեն էլի, բան, ասենք եկել էր սինով բերել էր երկու կոշիկ ու վդրուկ վայ կոշիկները չկան, կոշիկի մի հատը չկա։ Հարսանիքի բարձր տրամադրության գլխավոր պատասխանատուներից մեկն իհարկե Թամադան էր։ Այսօր երկու սիրող սրտեր միացել են, կազմել մի միասնություն ու բոլորս միասին անցկացնելու ենք հայկական ավանդական մի գեղեցիկ ծիսակատարություն, որն անվանում ենք հարսանիք։ Բայց հետաքրքիրն այն է, որ Գյումրու ամենահայտնի հումորային կերպարներից շատերը ժամանակին նաև հարսանեկան սեղանների Թամադաներ են եղել, իրենց սրամիտ խոսքերով անմոռանալի դարձնելով խնջույքը։ Պոլոս մոգուճը, տիտրո արվեկը, այսինքն իրենց հումորները։ Տանիք հետո հատկապես հասկացնում են, որ երեխա պետք է լինի, մեկը հարցնում է տղաս անուն չունի, ասում է ուկուչտիր, ասում է այդ քո անունն է տնաշեն, ասում է ինչ ես երկու անուն ունեմ, Պոլոս մոգուճ։ Հիմա մեկը վերցրա մարդը առանց անուն չմնա։ Ազապաշու թուրը կողանալուց մինչև Թամադայի դիպուկ կենացները, զվարճալի միջադեպերից մինչև հարսի նստանվերի շուրջ ծավալվող կատակները։ Յուրաքանչյուր արարողություն իր պատմությունն ուներ։ Հարսն է ելն մի բաժակը հարսը պիտի տա կեսրարին, թե կեղնիշ դեպքեր որ պապանեք ու կարփեսի։ Դե ախպեր Արամջան քսեր գործունես, ես խոստանամ, հետո պիտի տգից չկրնանամ դուս կամ թող իրանք խոստանան, իրանք էլ են։ Նորապսալներն եք ասեմ, արդեն կարող եք տեղավորվել, քեշտան պրեզյում է, իրանց տեղը, որտեղ որ պիտի նստին, հարսը չի նստի։ Իա, ժողովուրդ ջան, այս ինչ որ մեր հարսիկը չի նստի, հա, մեր հարսիկը չի նստի, որովհետև ավանդույթ կա, կեսուր մայրիկը մինչև նվեր չտա, հարսը չի նստի։ Երկի այլբարդ, ինչ ես նրը։
մեր տղեն հաստատ թագավորներ այլա։ Բայց բարձր տրամադրությունը միայն ավանդույթներով չէր պայմանավորված։ Հարսանիքի յուրաքանչյուր մասնակից կարող էր հայտնվել անսպասելի, զվարճալի, երբեմն էլ բավական բարդ իրավիճակում, որոնք տարիներ անց դառնում էին ընտանեկան զվարճալի պատմություններ։ Ամենախնդալու պահերից մեկը, երբ Փարսի տուն է երգում, հոպարներից մեկը մեր արհեստական մոմերը գվարը ժաժիգացելով, ահավորություն էր ուղղակի այդ պահին, ինչ է, ես այսպես ծերն եմ պահե, երկեմ գես ընթացքում, ու ինքնձի ծերս կքաշե, նորից շաժիգացելով, այդ պլազմացից մուխ է ելել է, ու կանգնած եմ, այդ պահին արդեն ես հազիվ կզսպեմ։ Հարսանիքներից մեկի ժամանակ, երբ որ Հարսը եւ Փեսան գնացել էին նկարահանման, Փեսայի հեռախոսը գտնվում էր Հարսիկի ձեռքում եւ Փեսայի նախկին ընկերուհին հաղորդագրություն էր գրել մի փոքր վատ բովանդակությամբ, որ իրեն չէր ընտրել, այլ ընտրել էր ներկայիս Հարսիկին։ Հարսիկը շատ իրոք վրդովել էր եւ Հարսանիքը մոտ 2-3 ժամով հետաձգվեց։ Իսկ երբ սկսվում էր երգն ու պարը, Հարսանիքն արդեն ամբողջությամբ փոխում էր իր ռիթմը, սակայն հաճախ հենց երաժիշտներն ու երգիչներն էին մինչև բուն հարսանեկան արարողությանը հասնելը հայտնվում ամենազվարճալի պատմությունների կենտրոնում։ Մեկնում էինք Կրասնոդարի մարզ, կարծեմ Կրասնոդար քաղաք, հարսանիք նվագելու մեր ընկերներով։ Ինքնաթիռի մեջ մեր տղաները մի քանիսը վախկոտ էին, էլի անպայման պետք է ոգերից խմիչք օգտագործեին, որպեսզի կարողանան ճանապարհ գնալ։ Այդ ընթացքում մեզ մոտեցավ, եթե չեմ սխալվում, ախր քյալակցի էր ինքը, ասաց, դաղակ ես ձեզի ջանչեցա սավ, դուք մեր լավագույն երգիչի երաժիշտներից եք եւ այլն, ասինքա հրավիրեցինք, հյուրասիրեցինք մի քանի բաժակ 20 րոպե հետո եկավ մեր կողքից անցավ, մոռացել է որ մեզ է դეხում է, դարձավ դե տղա կրնա գիտենա կաֆեցյան տվոր կոմ կնաց, ինքը երևի ինեգադի ուներ ստյուարդեսային, մեր տղաներից մեկը տարավ թե աղբերը սառնվածը տսի բանկետ մի կպտի նայես։ Ու այդ ժամանակ ամբողջ ինքնաթիռը այն ծևի սկսեց ծիծաղել, որ նույնիսկ լյոչիկը դուրս եկավ, թե ինչ կատարվեց էլի ինքնաթիռի մեջ։ Ու անընդհատ տվենի զանգեն գտե երբ հասար, եղավ մեր պահը մորա Վիկտորիայից դուրս կուկա մեկը հասա տվին, մտա նոր է սկսվեին արդեն այնտեղ տաբիկ-պաբիկների կենոսն է, ելա համադեն տեսանձի Կարեն Ատոյանն է ծափախորեց, ելան ժողովուրդը սկսին քեֆենել է։ Ես արագի մեջ եմ նոր հավաքեմ միկրոֆոն բան ու Տիգրան մեծ կերտամ երկելը։ Եկե հասել եմ Տիգրան մեծ տեխնիկաս կմիացնեմ որ երկեմ, եկե զանգ կուկանձի նորից, այդ նույն համարը որ նորից զանգեն նոր։ Ինչ եղար։ Ասեմ հորազա նոր եկա երկեցի գնացի, ասա Կարեն ջան ժամը քեզիկ սպասենք դրան։ Ու ինչ է եղել, ես մտել եմ մեծալն եմ երկետ դուրս եկել, վաբշե կապ չունե այդ արետի հետ։ Հումորը չէ շրջանցում նաև Օժիտը Գյումրիում մինչ այսօր կա մի շենք, որ մարդիկ անվանում են Օժիտի շենք։ Երբ ինչ-որ մեկ ուզեցել է մեծամտանալ, թե ես ավելի լավ օժիտ եմ տվել, քան այն մյուսը եւ այլն, ասել են դու ինչ օժիտ ես տվել, որ այդ մեքենան ու սառնարանը չի, դոլը տեսեք տրամպյանները 19-րդ դարում իրանց Ջավահիրին, ինչ օժիտ են տվել, շենք են տվել, որ մինչեւ հիմա ամրագրված է եւ քարտեզի չեն կարող հեռացնել։ Ժամանակները փոխվել են նաև հարսանիքների կազմակերպման ձևերն ու մոտեցումները, սակայն մի բան անփոփոխ է մնացել, որտեղ շիրակցին է, այնտեղ անպայման կլինի մի սրամիտ խոսք, տեղին կատակ ու այն յուրահատուկ հումորը, որը յուրաքանչյուր հարսանիք դարձնում է հիշարժան։ Այսօր լրատվականը ստացել է ահազանգ, ըստ որի Գյումրի քաղաքի Կոշտոյան 5 կոտրակ 2 հասցեի բնակիչ Ժանետ Աղասյանը կանգնել է բնակարանից վտարման խնդրի առաջ։ Նրա խոսքով իրեն եւ իրան չափահաս երեխային փորձում են դուրս հանել այն տանից, որտեղ ինչպես նշում է բնակվել են ամուսնության առաջին իսկ օրերից։ Ժանետ Աղասյանի պնդմամբ ամուսնու մահից հետո տան նկատմամբ սեփականության վերաբերյալ վեճ է առաջացել ամուսնու քրոջ հետ։ Նրա խոսքով վերջինս ցանկացել է տիրանալ բնակարանին, ինչից հետո հարցը տեղափոխվել է դատական հարթակ։ Ըստ Աղասյանի գործընթացը շարունակվում է ավելի քան 5 տարի։ Այսօր ինչպես պնդում է Ժանետ Աղասյանը, իրավապահարմինների եւ հարգադիր կատարման ծառայության մասնակցությամբ իրականացվում է իրենց վտարումը բնակարանից, ինչը նա համարում է ապօրինի եւ անարդարացի առաջին իրան չափահաս երեխայի նկատմամբ։ Ամուսնությունից անմիջապես եկել ենք այստեղ Սաքսի թղթի հիման վրա,
ասեմ, որ այս բնակարանը իրենք ստացել են միասին համատեղ սեփականության իրավունքով, ապրել ենք ես ու ամուսինս, ունեցել ենք մեկ աղջիկ։ Այս բնակարանը ամուսնուս մայից հետո Ռոզա Հակոբյանը դիմել է մարզպետարան առանց մեզ տեղյակ պահելու, ես դիմեցի մարզպետարան, որ նոտար, որ ժառանգությունը երեխայի փոխանցվեր, ամուսնուս ժառանգությունը փոխանցվեր երեխային, մարզպետարանի աշխատակիցը, չեմ հիշում անունազգանունը, պետը, ասեց, որ 6 ամիս հետո սեփականաշնորհման ժամանակ կանչեմ Արտյոմ Ժորժիկի Պետրոսյանի կնոջը եւ երեխային, այդպես է չկանչեցին, Արաչի Այզյանի դատարանը Գագիկ Հովհաննիսյան նախագահը վճիռը կայացել է ժառանգներ, առաջի հերթի ժառանգներ, բայց այսօր դակի հարկատիր կատարողականը առանց տեղյակ պահելու մեկ ժամ առաջ պետք է տունը ազատես, բայց ես երկու շաբաթ առաջ իրեն ասեցի, որ այդ հարկատիր կատարողական թեժտիկը պետք է պոստայով ուղարկես։ Ճիշտ է, ես գրել եմ իրեն սենագում ձեռքով, որ առն ձեռք տար ես տանեի դատարան, որպեսզի կասեցման թուղթը ավելի շուտ լիներ, կարողանայինք այս վիճակը չստեղծվեր։ Միևնույն ժամանակ խնդրի մյուս կողմը ներկայացնող Ռոզա Հակոբյանը բոլորովին այլ դիրքորոշում ունի։ Նրա խոսքով բնակարանի օրինական սեփականատերն ինքն է, իսկ սեփականության իրավունքը հաստատված է համապատասխան իրավական փաստաթղթով։ Նա նշում է, որ տարիներ շարունակ ինքն ու իր ընտանիքն են ապրել այդ տանը, այնուհետև դուրս եկել։ Ռոզա Հակոբյանի պնդմամբ հետագայում առաջարկել է շարունակել համատեղ բնակությունը, սակայն նրա խոսքով այդ առաջարկը չի ընդունվել։ Ես սեփականատերն եմ եղել, ստացել եմ երեխաներիս հետ, որպես ծնողազուրկ միակողմանի։ Ինքը աղբերս հետս օրդերով եղել է գրանցված բանը։ Ես եկա, որ իրար հետ պետք է ապրենք, ես վաբշ ընդամպես միտք չեմ ունեցել իրան տնից հանելու, ընդանրապես այդ միտքը գաղափար իմ մեջս չի եղել։ Բայց եկա, որ ինքը բանը փոխել է, ինձ դուրսն է թողել։ Դրանից հետո ես ոչ կարողացել եմ իմ տունը մտնեմ, ամեն ձևով աշկելք է հանդիսացել, ինքը չի ուզեցել իմ հետ ապրել, ինքը ատրազ է, դատարանը ներկա վերջնական որոշում է եկել, որ իրան պետք է տնից դուրս անեն, որպես ապօրինի զավթող։ Ես չգիտեմ ինչ թղթեր է սաղցրել, ինչեր է, տեղյակ չեմ։ Հարևանների խոսքով Ժանետ Աղասյանն ու իր անչափահաս երեխան այստեղ այլ հարազատներ չունեն, որտեղ կկարողանան տեղափոխվել։ Դատարանը ինչ որոշում է կայացրել, եսի ճիշտ որոշում էր, անչափահաս 16 տարեկան երեխին, միսենք ենթադրենք, հա, տուն պետք է ծախեն, ինչ պետք է անեն եւ այլն։ Այս ընթացքում այս երեխան ուր տեղ պետք է մնա։ Կողմերի ներկայացրած փաստարկները էականորեն տարբերվում են, իսկ վեճի իրավական հանգուցալուծումը շարունակում է մնալ դատարանի եւ իրավասու մարմինների գնահատման տիրույթում։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Այսօր տեղի է ունեցել Հայաստանի կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի օրենքի նախագծին։ Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում եւ 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը։ Ինչպես նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որոշմամբ սկսվում է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև TRIP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը։ Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով հարցի քննարկումը կտեղափոխենք ազգային ժողով, ասել է Միրզոյանը։ Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի ղեկավարությամբ ամփոփվել է առաջին կիսամյակում կառուցվածքային ստորաբաժանումների կատարած աշխատանքը։ Բնակչության ուսուցման եւ իրազեկման մասով նկատելի է Գառնիի երկրաֆիզիկական դիտարան շրջայցերի թվի զգալի ավելացում։ Ամբողջությամբ ավարտվել է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի մեքենաներում սեյսմիկ անվտանգության ուղեցույցների տեղադրման գործընթացը Երևանի ավտոբուս ընկերության հետ համագործակցության շրջանակում։ Ուղեցույցներն այսուհետ հասանելի են նաև Կապանի հանրային տրանսպորտում։
Երիտասարդ մասնագետների որակավորման եւ հետազոտական ծրագրերի շրջանակում սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության 2 աշխատակից գործուղվել է Ճապոնիա եւ Թուրքմենստան։ Սեյսմիկ ռիսկի նվազեցման համատեքստում մշակվել է կարկասապանելային 9 հարկանի բազմաբնակարան շենքերի սեյսմազինվածության բարձրացման հայեցակարգ, որն արժանացել է հավանության։ Որոշվել է տատանումների դինամիկական մարիչներ մեթոդի կիրառմամբ մեկ շենքի վրա իրականացնել պիլոտային ծրագիր։ Շարունակվում է պետական ծրագրով ազգային դիտացանցի արդիականացման գործընթացը։ Այս փուլում սեյսմիկ կայանների համար ձեռք է բերվել 12 բազմապարամետրային փոխարկիչ, իսկ սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայի համար ջրանմուշների անալիտիկ չափման ժամանակակից սարքավորումներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև CTBTO կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսին Գառնիում կայանալիք տարածաշրջանային աշխատաժողովի կազմակերպչական հարցեր։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմական գործողությունները չեն դադարում։ ԱՄՆ-ն արդեն 5 օր է հարվածներ է հասցնում Իրանին թիրախավորելով ափամերձ պաշտպանության օբյեկտները եւ հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի կայանքները։ Նպատակն է նվազեցնել Հորմուզի նեղուցում նավերին հարվածելու Իրանի կարողությունները։ Ըստ Իրանի առողջապահության նախարարության վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով երկրում 35 մարդ է զոհվել, 300-ը վիրավորվել։ Միևնույն ժամանակ շարունակվում է Իրանի ծովային շրջափակումը։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հարված է հասցվել լցանավի, որը փորձել է նավարկել դեպի իրանական նավահանգիստներից մեկը։ Իրանն էլ պատասխանել է թիրախավորելով Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում ամերիկյան օբյեկտները։ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում եւս անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել։ ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ԱՄՆ հյուպատոսության մերձակայքում, եւս 2-ը քաղաքի ծայրամասում ամերիկյան ռազմաբազայի հարակից տարածքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի գործողություններն այժմ կենտրոնացած են տարածաշրջանում ԱՄՆ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման վրա, որից հետո կսկսվի հաջորդ փուլը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ երկրի անվտանգությունը կախված է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանումից։ Նրա խոսքով Իրանն ԱՄՆ-ի հետ կենսական եւ գոյաբանական պատերազմ է մղում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ շուտով Իրանը կպարտվի։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Թեհրանը շատ է ցանկանում հասնել կարգավորման։ Տեսնենք համաձայնության կհասնենք նրանց հետ, թե պարզապես նրանց վերջը կտանք, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Զուգահեռ տեղեկություններ են տարածվել, որ որոշ նավեր հրաժարվում են ԱՄՆ զինված ուժերի ուղեկցությամբ անցնել Հորմուզի նեղուցով, անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, որը 2024 թվականից ձերբակալված էր Իրանում։ Կնոջը թույլատրվել է լքել երկիրը։ Այժմ նա գտնվում է Իրանի սահմաններից դուրս եւ լավ վիճակում է, հայտարարել է Թրամփը, հավելելով. ԱՄՆ-ն գնահատում է Իրանի կողմից բարի կամքի այս դրսևորումը։ Ձերբակալված կնոջը Դենա Քարարիին, որն ԱՄՆ-ի եւ Իրանի երկխաղացի է, արգելվել էր հեռանալ Իրանից, երբ նա 2 տարի առաջ այցելել էր իր ընտանիքին։ Կնոջը ձերբակալել էին լրտեսության մեղադրանքով, ինչը նա հերքել էր։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսական ուժերը հայտնել են գիշերը երկրի 18 տարածաշրջաններում, այդ թվում Մոսկվայի մարզում ուկրաինական 375 անօդաչու խոցելու մասին։ Բրյանսկի մարզում 2 մարդ է զոհվել, այդ թվում 15-ամյա աղջիկ։ Յարոսլավլի մարզում կա 1 զոհ, մի քանի վիրավոր։ Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 13 հրթիռ, 151 ԱԹՍ։ Կիևում 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Թիրախավորվել են նաեւ Օդեսայում նավահանգստային ենթակառուցվածքներ։ Ավելի վաղ Զապորոժիեի ատոմակայանին ուկրաինական հարվածներից զոհվել էր կայանի գլխավոր ինժեները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին դատապարտել է հարձակումը, նշելով, որ այն սպառնում է միջուկային անվտանգությանը։ Ատոմակայանը Մոսկվայի վերահսկողության տակ է անցել 2022 թվականի մարտին եւ այժմ կառավարվում է Ռոսատոմի կողմից։ Քիր Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը լքելուց առաջ ժամանել է Կիև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հավաստիացնելու Լոնդոնի կողմից անսասան աջակցության մասին։ Իր պաշտոնավարման 2 տարվա ընթացքում Սթարմերը հատուկ ուշադրություն է նվիրել Ուկրաինային աջակցությանը։ Այցից առաջ նա հայտարարել է, որ Միացյալ Թագավորության աջակցությունը կշարունակվի ոչ միայն հանուն Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության, այլև հանուն բրիտանացի ընտանիքների, որոնք զգացել են հակամարտության հետևանքները գնաճի տեսքով։ Ակնկալվում է, որ հուլիսի 20-ին Քիր Սթարմերին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում կփոխարինի Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը։ Սյուզաննա Չրաղյան
2026 թվականին մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերից մեկն իրականացվում է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում։ Առողջ եւ ակտիվ երիտասարդություն Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում ծրագրի շրջանակներում շուտով բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի մի հատվածը 150 քառակուսի մետր կվերածվի երիտասարդական կենտրոնի, որտեղ իրենց ժամանցը հանգիստ կկազմակերպեն գեղամավանցի երիտասարդներն ու երեխաները։ Այս օրերին ընթանում են երիտասարդական կենտրոնի տարածքի հիմնանորոգման աշխատանքները, որի պայմանագրային արժեքը 4.282.640 դրամ է։ Շինարարական աշխատանքներին զուգահեռ Սևանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել են տարածքի կահավորման եւ մարզագույքի ձեռքբերման մրցույթները։ Արդյունքում երիտասարդական կենտրոնը կհամալրվի շուրջ 9.250.000 դրամ արժողությամբ անհրաժեշտ գույքով։ Ամիսներ առաջ ընդամենը գաղափար ներկայացված առաջարկն այսօր արդեն դարձել է կոնկրետ ծրագիր, որի իրականացմամբ Գեղամավան բնակավայրում լուծվելու է առաջնահերթություն դարձած եւս մեկ խնդիր, ներկայացված հենց գեղամավանցիների կողմից։ Համայնք պետություն համագործակցության արդյունքում էլ առաջարկը կյանքի կոչվեց ու վերադարձվում է Գեղամավան բնակավայրի բնակիչներին երիտասարդական կենտրոնի տեսքով, համալրելով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի ցանկը։ Վիեննական երեկո Կապանում, այո, ճիշտ լսեցիք, տոնական զգեստներ, դիմակներ, վալս եւ այս ամենը արդեն իսկ հարազատ դարձած երգեոնային դահլիճում։ Կազմակերպիչներն ասում են, հենց այսպես են պատկերացնում Կապան ֆեստի վերջին ակորդը։ Օրը նշանավորվեց նաև վիեննական բալային երաժշտության ավանդույթները պահպանող ավստրիացի հայտնի ջութակահար եւ դիրիժոր Ֆլորիան Գրիսբերի ղեկավարած անսամբլի իսկապես փառահեղ ելույթով։ Սա մայստրոյի համար եւս առանձնահատուկ փորձություն էր, նա աշխատում էր ոչ թե իր անսամբլի, այլ տարբեր երաժիշտների հետ։ Ինձ համար ամենակարևորը հանդիսատեսի արձագանքն է եւ տրամադրվածությունը։ Բոլորը շատ արագ կողմնորոշվեցին եւ դարձան այս ամենի մաս։ Կազմակերպիչները եւ երաժիշտներս ամեն բան արեցինք, որ հանդիսատեսն ուրախանա։ Իսկ ուրախանալ դուք իսկապես գիտեք։ Անցած 11 հիշարժան օրերը լի էին երաժշտությամբ, մշակութային հանդիպումներով եւ անմոռանալի պահերով։ Կապան ֆեստը հերթական անգամ դարձավ տարբեր մշակույթների, սերունդների եւ երաժշտական ավանդույթների հանդիպման հարթակ։ Սա իմ երկրորդ տարին էր Կապանում, ես մոտավոր արդեն գիտեի ինչ լիցքեր պետք է ունենայի համերգներից եւ երեկոներից հետո, սակայն ամեն անգամ մի ուրիշ էներգիա է գալիս, որը ուղղակի չես կարող բացատրել բառերով, մի գերբնական հաճույք այստեղ նվագել, այստեղի ժողովրդի համար ներկայանալ եւ անցկացնել ժամանակ արտիստների հետ։ Լիցքավորված ամենաբարձրագույն, ամենապոզիտիվ էներգիայով, շատ ուրախ, որ ամեն ինչը ստացվեց ու ինչպես միշտ ստացվեց էլ ավելի լավ, քան պլանավորել էինք, քան սպասում էինք, քան սպասողություններ ունենք, իսկապես սա մի մեծ երջանկություն է, ինչ որ մենք բոլորս միասին ապրում ենք ու պետք է աշխատենք մյուս տարվա վրա։ Տեսնեք ոնց ենք անում մեր հինգամյակը, որովհետև հինգամյակը իհարկե լինելու է շքեղ մի հրաշք մի բան ու ամենակարևորը այնպես է, որ քաղաքը մասնակցում է, քաղաքը մեր հետ միասին, այսինքն Կապան փառատոնը ամեն կերպ բոլորին մեծ պլյուս է տալիս։ Քաղաքի հյուրերն ու հավատարիմ հանդիսատեսը եւս մեկ անգամ համոզվեցին, որ միջազգային այս փառատոնն արդեն դարձել է քաղաքի մշակութային այցեքարտերից մեկը։ Մեծ տպավորություններ, առավել եւս երբ որ դու լսում ես համաշխարհային մակարդակի աստղերի կատարմամբ, նույնիսկ ասելուց փշաքաղվում եմ։ Անբացատրելի զգացողություններ են, ամբողջությամբ ոգեշնչվում ես, ուզում ես ինչ-որ բան դու էլ ներդնես, նույնիսկ այս ամեն ինչի մեջ, քանի որ դուք ինչպես նշեցիք, ես ինքս արվեստի մարդ եմ, երկար տարիներ
ջազի մթնոլորտում կապանի նման ոգեշնչված մշակույթով ու երաժշտությամբ ես տարբեր տեղեր եմ ելույթ ունեցել, հավատացեք, ստեղ մի տեսակ փոշի կա մշակույթի, որ անհնար է դա չնկատել։ Կարևոր է նման միջոցառումների իրականացումը մարզերում, տարբեր քաղաքներում, որպեսզի Հայաստանում հատկապես մշակույթը ավելի տարածված լինի ու կարծում եմ սա շատ լավ ու ուրախալի իրադարձություն է բոլորիս համար։ Սպասումներս լիարժեք արդարացված են, վայելել եմ ամբողջությամբ ֆեստիվալային ընթացքը ու երջանիկ եմ շատ։ Լիցքեր, որոնք կբավարարեն մինչև հաջորդ տարի, հուշեր, որոնք կջերմացնեն մինչև նոր հանդիպում։ Այսպիսով ավարտվեց 4-րդ Կապան ֆեստը, բայց ոչ նրա պատմությունը։ Հաջորդ ամռանը Կապանը կրկին կհյուրընկալի դասական երաժշտության տոնը, որը 5-րդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ կհամախմբի արվեստասերներին։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում գործող In Group ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի նոր սերնդի անձահաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։ Այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի եւ նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները, կատարվել են նաեւ ճշգրտումներ, ապահովելու նոր փաստաթղթերի լիարժեք համապատասխանությունը անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին։ Նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով ազդարարել է անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։ Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ եւ միջազգային սերտիֆիկացման գործընթաց, որպես բարձր պաշտպանվածությամբ եւ անվտանգության առաջատար չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր։ Նույնականացման քարտերի առաջին խմբականակն արդեն Հայաստանում է, իսկ առաջիկայում կմեկնարկի նաեւ նոր անձնագրերի տեղափոխման գործընթացը։ Հանրությանը տրված խոստմանը համապատասխան ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ այս աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրումը։ Քաղաքացիները նոր փաստաթղթերը կկարողանան ստանալ Երևանում եւ հանրապետության տարբեր մարզերում բացվող նոր գրասենյակներում։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարկ։ Երբ ոստիկանները մոտեցել են, վարորդը մեքենայից ստվարաթղթ է տուփ է նետել։ Թմրամիջոց ապօրինի պահելու եւ իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել եւ Kia Magdish-ի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով 4 փաթեթ է, որը $400 ձեռք է բերել Telegram-յան ալիքի միջոցով, դրանք տեղադրելու տեղադրման տարածքը լուսանկարելու եւ կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով Հաչապնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հանգամանքները պարզվում են։ Հուլիսի 15-ի վաղառավոտյան քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած հետևողական եւ ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել ձերբակալել են Երևանի 39 եւ Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչների։ Նրանք այս տարվա փետրվարի 18-ից Երևանի Հաչապնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետախուզվում էին սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով, խափանման միջոցը կալանք։ 39 եւ 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Քննությունը շարունակվում է։